Ողջույն բոլորին, եթերում է Գյումրի շոու հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակապոց դերասան Ռաֆիկ Ղարացյանը։ Ողջունում ենք ձեզ, պարոն Ղարացյան, շնորհակալ ենք հրավերք ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, բարեցես, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սկսենք մեր այսօրվա տեսեք ինչ ենք ասելու։ Ձեր մասնագիտական ճանապարհը ինչպես է սկսվել, քանի հետաքրքիր փաստ։ Իմ մասնագիտական ճանապարհը սկսվել է 1977 թվականից, երբ գնացի առաջանկան թատերախումբ Հաչիկ Ասատրյանի, այդտեղից իմ ուղին այսպես գծվեց, գնում եմ մինչև վերջ։ Ու խնդրեմ, ես արդեն դերասան եմ, գրեթե 37 տարվա դերասան։ Եվ սիրված ամենակարևորը։ Իսկ ընտանիքի անդամներից ինչ որ մեկը ուղղորդել է ձեզ մասնագիտություն ընտրելու հարցում։ Չէ, ոչ մեկը չի ընտրել, ես ավելի շատ սպորտով եմ զբաղվել, ֆուտբոլ եմ շատ սիրել, որպես դարպասապահ։ Ֆուտբոլ էի պարապում, որից հետո իմ դասարանի աղջիկը ինձ ասեց, լավ կոմիկ դերասան կդառնաս, արի քեզի տանեմ թատերական խումբ։ Ու տարավ Հաչիկ Ասատրյանի։ Շփվում եք իրար հետ։ Մեկ, հիմա ինքը մեկ քաղաքում է, մեկ էստեղ չի, գնում գալիս է, հազարից մեկ կարող է հանդիպել։ Ողջունում ենք նրան։ Ողջունում ենք։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրված դերը այս տարիների ընթացքում։ Դերը շատ եմ խաղացել, շատ դերեր եմ խաղացել, գրեթե բոլոր դերերը, որը խաղացել եմ, ինձ համար ամենասիրելին են ու ամենահարազատը, որովհետև երբ դերը քոնն է, իմացել որ ամենահարազատ ու ամենասիրելի, ամենաշատ սիրված դերակատարումը կարող է լինել։ Իսկ հիշում եք, կպատմեք մեզ մի քանի զվարճալի դեպքեր, պատմություններ ձեր կյանքից։ Թատրոնում հետաքրքիր դեպքեր շատ են եղել ներկայացման ընթացքում, փորձերի ժամանակ, կա այսպիսի փոքրիկ պատմություն, երբ խաղում էինք Ոսկի քաղաքը, եթե չեմ սխալվում, 91 կամ 90 թիվ, Ոսկի քաղաք եկած ներկայացում, շատ սիրուն եկած ներկայացում է ստացվել, ուրեմն այդ ներկայացման ընթացքում Ոսկի քաղաքը պատկերված էր Գյումրի քաղաքը, արհեստների, արհեստավորների, այսպես քաղաք էր պատկերված, այդ տարիներն էլ քաղաքը վերանորոգվում էր, մեր բարբառով ասած շերեն, ասֆալտ, այդ հասկացողությունը կար, բետոն, այդ ընթացքում երբ հերոսները գալիս են Ոսկի քաղաք, տեսնում են Գյումրի քաղաք, արհեստավորների, արհեստների քաղաքը, ու երբ այդպես ոգևորված Գյումրի քաղաքով ուզում են հեռանալ, այդտեղ մենք մի հատ փայտի գործեր անում, մեր արհեստանոցում դեկորներ էր վերանորոգում, Բարբեդ Մամբելը լսում է Գյումրու բարբառը բեմից, տուրիստներից գալիս, պտտվում էր մինչև այն կողմը, լսում է այդ բարբառը, աղբեր ջան սպասի քեզի շեբեն եմ, մեր շուտում շեբեն տանք է դեպտար, այդ մարդը ներկայացման ընթացքում այդ ոգևորված այդ Գյումրվա բարբառից ոգևորված գալիս մտնում է բեմ, մուրճը ձեռքին, այսպես նայում է մեզ, Ադա այսպես վերև անում ու կնում է, մոռացել է, որ ներկայացումը մենք դարերում բեմում բոլորս այսպեսի բաներ շատ է լինում է նաև դեպքեր, երբ խաղում ես, օգնել, եթե խաղընկերդ լավն է, իրար հասկանում եք, շատ կարևոր է խաղընկեր հասկացողությունը, որովհետև մեկից կարող եք մի անգամից առանց խոսելու կարող եք իրար նայեք ու հասկանալ։ Աստված ես միշտ խաղընկերներ եմ ունեցել, եւ երիտասարդներ, եւ տարիքով ավակ սերունդից շատ է։ Մեկը մյուսին դրացում են այդ դեպքում, իսկ մենք չենք մոռանում սիրելի հետևորդներ, որ բաժանորդագրվենք էջին, եւ նաեւ ուզում եմ չմոռանամ եւ շնորհակալություն հայտնեմ Գյումրի White Hotel-ին այս գեղեցիկ տաղավարը մեզ տրամադրելու համար։ Իսկ մենք շարունակենք մեր հետաքրքիր զրույցը, պարոն Ղարացյան, օրինակ ինձ հետաքրքիր է, ունեք դերասաններ, ովքեր եղել են եւ մնացել են ոգեշնչման աղբյուր ձեր համար ձեր դերասանական կյանքում։ Իհարկե, երբ ես 79 թվականին դպրոցս ավարտեցի եմ մտա թատրոն, դեմի մոնտաժող, այդ տարիներին թատրոնի մեր այն ժամանակ կոչվում էր Հասկանաց Մարալյանի անվան դրամատիկական թատրոն, այդ տարիներին մեր թատրոնի գիգանտներ են եղել նրա, Արզու Արզումանյան, Կարո Սարգսյան, Սերգեյ Չոլախյան։
Պետք է հիշեցնեմ, որ եթերում է Գյումրի շոու հաղորդաշարը, սիրելիներ չենք մոռանում, բաժանորդագրվում ենք մեր YouTube-յան ալիքից։ Մենք սիրով շարունակեք մեր հաղորդաշարը։ Պարոն Խարատյան, եղել եք կյանքում դեր, որից հրաժարվել եք, եւ ինչու։ Ուրեմն տարիներ առաջ, երբ Անդրանիկ Գամջյանը բեմադրություն էր ուզում անել, Ոսկու կարասը, այդ ժամանակ ինձ դեր առաջարկեց ծառացում, ես ուզեցա հրաժարվեի, ասեցի Գեր Գամջյան, խնդրում եմ, ինձ մի զբաղեցրեք, որովհետև դեկտեմբեր ամսին իմ աշխատանքն է սկսվում, դե արդեն գրեթե 40 տարուց ավելի մեր բաբիկ եմ գնում, շատ տեղեր, շատ թորնիկներ ունեմ, հազարավոր թորնիկներ ունեմ, ասեցի ես խոսում այդ տղա, գիտես ինչ դեր է, ծաղրացու ես, թռնում ես այստեղից այնտեղ, այստեղից այնտեղ, այսպես որտե շնչված, ասի խո, կաբիկ եմ, ինչ եմ այստեղից այնտեղ թռնի, ասեց չէ, պետք է կասու խաղաս, ուզեցա հրաժարվեի, այնը չստացվեց, դիպաս խաղացի, գրեթե նման բան չի եղել, որ ինձ դեր տան ու ես հրաժարվեմ, որովհետև այն տերերը, որ ինձ առաջարկել են, բավականին լավ տերեր են եղել, ես կարողացել եմ պատվով դուրս գալ այդ ծանր բերից, այնպես ասեմ։ Շատ լավ է, շատ գովելի է։ Իսկ եթե մեկ օր ուրիշ դերասան դառնայիք, օրինակ, ում կընտրեիք, որ դուք ուրիշ լինեիք, ուրիշ դերասան լինեիք։ Դե ես ուզեցել եմ դառնալ դերասան նմանվել Արզու Արզումանյանին, բայց ամեն դերասան իրեն ունի, ինքն է Արզու Արզումանյանից այնքան չկա, ես Ռաֆիկ Խարաջյանն եմ, ես եմ, ինչ-որ կամ եմ, դրանից այնքան ես չեմ կարող ասել, ուզում եմ ես ավելի շատ դերեր խաղամ, իմ հանդիսատեսը, ովքեր որ ինձ սիրում են, ճանաչում են, գալիս են, նայում են, տեսնում են ինձ եւ դա գովել է, որ ներկայացումից հետո մոտենում են, տեսնում են կամ հաջորդ օրը կամ մյուս օր ասում են Ռաֆջան, եկանք նայեցինք, շատ լավ գխաղել, ապրիս, ես կուզեմ մնամ այդ ինչ-որ կա։ Ոգեշնչվում եք ծափ ողջուններից։ Դերասանի համար աշխատավարձը կա շատ կարևոր չի, ինչքան որ հանդիսատեսի ծափահարությունները։ Եթե ամեն ծափահարությունները այսպես ծափը ամեն մեկը գիներ $100, բաց չլինի, բայց որ չէ։ Միակ ծափահարություններից ոգևորվում ենք, քո գնահատականը ստանում ես հենց վերջում, երբ գալիս ես պատրոնի, գլուխ ես խոնարհում եւ զգում ես այն էներգիան, այն ծափահարությունը, որը հսում է դեպի ինձ։ Երբևիցե պատահել է, որ բեմից իջնելուց հետո մնաք կերպարի մեջ ու շարունակեք նույն կերպարով խոսել, ասենք։ Չէ, այդպեսի բան չի լինի, չէ։ Կերպարը բեմից դուրս եկար, արդեն վերջ, նորանում ես ամեն ինչ։ Իսկ կան կյանքում եղել են դերասանական կյանքում քննադատություններ, որը ցավեցրել է ձեզ։ Քննադատություններ չի եղել, բայց պարզապես ասել եմ, որ դա Ռաֆիկի դերը չի։ Սեղանի շուրջ կարտացել ենք, հիմա չեմ ասել, որ ներկայացումը, բայց քե խորհուրդը նայել է, ասել են, չէ, սա Ռաֆիկի դերը չի, բայց ռեժիսորը մինչև վերջ թողեց, որ ես մնամ այդ կերպարին, որից հետո ով որ ինձ ասում է, որ դա Ռաֆիկի դերը չի, մի քիչ ուրիշ է պետք բան, ինքը եկավ ինձ հատակեց, շնորհավորեց, ասեց շատ լավ է, Ռաֆիկ ջան, ապրես։ Նման բաներ է մեկ։ Իսկ երբևիցե եղել է, որ լաց լինելու փոխարեն, օրինակ դերի մեջ սկսեք ծիծաղել կամ հակառակը։ Իմ մոտ այդպեսի բնավորություն կա էլի բեմի վրա, երբ խաղում ես մի փոքր իմպրովիզացիան շատ կարևոր է, երբ բեմի վրա իմպրովիզացիա ես անում։ Դերասաններ կան, որոնք անում են շատ համոփոդով։ Ես չգիտեմ մինչև հիմա ինչքան հաջողությամբ իմպրովիզացիաներ արել են բեմի վրա, դերակատարները ես դուրս կանգնածները իրար չեն կարողացել խոսել։ Ծիծաղից գնացել են, բեմից դուրս են եկել, հետո եկել են նորից նույն պատմությունը նայել են աչքերից, թե շատ դուրս կանգնել, այսպես խոսել են հետո, բայց ինքը չի կարող խոսել, որովհետև արդեն մեջը մտել է։ Երբ մտնում է բեմի վրա ծիծաղը դերասանի մոտ, դերասան կա, որ կարող է իրեն պահել, կարող է պահել, բայց դերասան կա, որ չի կարող, նույնիսկ դերասանուհի կա, որ չի կարող պահել, հենց բեմի վրա մի փոքրիկ իմպրովիզացիա անում ես, որ ծիծաղ է առաջացնում, ինքը չի կարող է խոսել, բեմից դուրս է գալիս։ Էլի կպատմեք մեզ ծիծաղաշարժ հետաքրքիր պատմություն։ Ծիծաղաշարժ չէ, բայց նա լավ անեկդոտ կա, անցած տարի առաջ եմ իմացել, Աբարանցու հերեգը մեռնի, բայց բարբարով պատմեմ, որ չեմ համոփոդով եմ։ Աբարանցու հերեգը մեռնի, վերցնում եմ նկարը, տանի ֆոտոնկարիչին։ Ասում է ախպեր ջան, սիկ բաբաս է,
մահացել է կուզեմ նկարեմ մեդիցինես։ Օրգը մեդիցինես կուզեմ որ պապայի գլխից հանես։ Խնդիր չկա։ Երկու օր հետո զանգ է ֆոտոնկարիչ ասում է ախպեր ջան պապայի նկարը մեդիցինել եմ գլխից հանել եմ։ Մենակ ասա պապան մազեր ուներ թե չուներ։ Ախմախի մեկ է գլխարկը դու ես անել, ի՞նչ եմ անում, պապաս մազեր ուներ թե չուներ։ Էլի ուրիշ անեկդոտ։ Մեկը երազ է տեսնում, անմիջապես արտանում է քնից ասում է, էլի մեր բաբարով, այ քեզ երազ, կյանքիս մեջ եսպես երազ չեմ տեսել, այ, ես խարդում երազ օրերը գարա դուրս կուկա ու գերեկ է հանդիպի իրան, ասում է, ես ինչպես խարդում ադես, ասում է, նադը մեր ազեմ տեսել, մանրաժ եմ ինգե, կյանքիս մեջ եսպես երազ չեմ տեսել, ինչ ես տեսել, դու էշ եմ տեսել, երեխեքիս եմ տեսել, բազվզենք են, ֆուտբոլ գխաղան, մեկ ենտեղ վերևից կանֆետներ գթապի, այսպես օտի բեջից կանֆետներ, բիսկվիտներ, ինչ քաղցրեղ են գթապի, դիք իշք է նշանագ է, գրաս հեչ, էշ, երեխեքին կանֆետար, ուրիշ բան չի նշանագ է։ Իսկ բան խարաջանում ես, ինչ կփոխեիք հայկական թատրոնում կամ կինոնում, կամ ինչ-որ մի բան, որ կուզենայիք փոխել։ Գիտեք ինչ, հիմա ես այնքան լավ եմ զգում ինձ թվում է հիմա թատրոնում փոխելու ոչ մի բան հնարավոր չէ, կամ կարիք չկա, որովհետև առաջ մի տասնամյակներ առաջ կարող ենք ասել, այնպեսի բան անենք, որ հանդիսատես կա, բայց հիմա այդտեղ փոխելու կարիք չկա հանդիսատես բերելու, որովհետև փառք Աստծո թատրոնը հիմա այնքան շատ է խաղում, դահլիճները լեփեցում է, հանդիսատեսը գալիս է կասայից տոմսեր է գնում, ու էլեկտրոնայնով կասայից նման բան երբեք չէր այն տարիների ընթացքում, որ կան կասայից տոմսեր գնեն ու կասայից 200-250-300 տոմս վաճառեն։ Փոխելու բան չկա, կարևոր մեր հանդիսատեսն են, մեր ղեկավարությունը թատրոնի դրաշուշ շատ լավ է աշխատում ու հանդիսատեսին մենք մատուցում ենք այն, որ հանդիսատեսը մեզանից գոհ եւ շնորհակալ կնում է։ Մեզ համար ամենակարևորը դա է։ Հնարավոր թողնենք Աստծուն, տեսնենք ինչ կարողանանք։ Հուսանք էլ ավելի կկատարելագործվի թատրոնը։ Իսկ ինչ խորհուրդ կտայիք մեր սկսնակ դերասաններին։ Սկսնակ դերասաններին իմ խորհուրդս միայն այն է, որ եթե նրանք սիրում են բեմը, սիրում են թատրոնը, ուրեմն պիտի պայքարեն մինչև վերջ հասնեն իրենց նպատակին։ Եթե դա պարզապես իրենց հաճելի ժամանակ անցկացնեն բեմում, թատրոնում, բանս դա արդեն իրենց խորհուրդ չեմ տա։ Սիրում եք թատրոնը, սիրում եք բեմը, սիրում եք կինոն, ուրեմն փորձեք մինչև վերջ պայքարել, որ հասնեք այն, ինձ հայրս հիմնականում հայրս չի թողել, որ ես գնամ հասնեմ մինչև թատրոն բեմ։ Ինձ ասել է դու բեմի վրայի մայմուն ես, մայմուն։ Ասել եմ այ բաժան շատ եմ սիրում, ինձ հանեց թատրոնից ուղարկեց aeroportը որ սովորեմ դիսպեչեր կնամ աշխատեմ, ուղարկեց ենթաբարբի դաշակերտ, բայց ինչ որ մեկը նորից քաշում բերում էր թատրոն։ Այսպես հայրս ասեց գնա, ինչ ուզում ես արա, ես էլ քեզ չեմ խառնում, ու չխառնեց։ Բայց հպարտացավ ձեզանով։ Դե ինքը 91 թվականին մահացավ, 1991 թվականին մահացավ, այն ժամանակահատվածն էր, որ ես արդեն թատրոնում բավականին զբաղվածություն ունեի, ինքը հիվանդ էր, բայց երկրաշարժից առաջ թատրոնական խմբակները խաղում էինք, հետի աշխատողները ինքը Վարշավի հայրս, ճանաչված Վարշավի, իրեն շատ են հարգել, ընկերները, որ գալիս նայում էին ներկայացումը, գնում իրան պատմում էին, ինձ հիմա իր ընկերներից սպասում են պատմողներ կան, որոնք աշխատել են հայրենիքիս հետ, ասում են Բարբետ Գևոր, երեք Ռաֆի խաղը տեսան, Քոչի խաղը, մեզ լավ գխաղը, քթիտա լավ ծիծաղ է, լավ կզգա, որ իր ատաղում գովում են, բայց ասում է, դեմի վրայի մայմուն է, Մեկ է մնում էր իր կարծիքի։ Ինքը երբեք չեկավ ներկայացում չնայեց, երբեք չեկե, բայց Աստծո կամով մամայից բերել են։ Մամաս ուրախացել է, որ ես այդ ճյուղն եմ բռնել, հայրս ու մայրս դեպ տարբեր են, չէ, հայրս չէր ուզում, մայրս ասում է տեղաճակել է։ Եթե Սիրդինսկը ուզես գնա մասնակցել խաղցի Դավիթ դերասան։ Իսկ ընտանիքի անդամներից կա մարդիկ, որ ուզում են շարունակեն ձեր։ Հիմա աղջիկս, պստիկս, որը ընդունվեց թատերական ինստիտուտ, ռեժիսորայի բաժինը, ավարտեց կարմիր դիպլոմով, հիմա թատրոնում դերասանուհի է, Լիլիթ Խարատյանը։ Իսկ մեծ աղջիկս ավարտեց կոնսերվատորիան հրաշալի ձայն ունի,
դասական վոկալ, հիասթափեց մի խոսքով կոնսերվատորիայից եւ մեկ-երկու տարի հետո պատահաբար իմանում եմ, որ Երևանի զանգում ասում են հայրիկ, ընդունել եմ թատերական ինստիտուտ, բայց սպեցիալոգի է, ինքն է հիմա թատերական ինստիտուտում երկրորդ կուրս։ Դուր։ Մենք ունենք շատ талантливый երիտասարդ դերասաններ, ովքեր որ նոր են հաղորդում շենքը, չեմանե, երիտասարդներ մեկ է սովորում։ Իրանցից որը կոտրեք, ավելի այսինքն որն է ավելի талантливый Բոլորն էլ իրենց շնորհքի մեջ են։ Դե չեմա բավականին տարիների դերասանուհի է թատրոնում, գրեթե 6-7 տարի արդեն երևի շատ արդեն թատրոնում է։ Լիլիթը որպես դերասանուհի ու Սոֆոն որպես դերասանուհի արդեն 2 տարուց ավել հրաման ունեն, բայց ամեն մեկը իր տեղը, իր չափով։ Բոլորը շնորհքով են, երեքն շնորհքով են, մեր երիտասարդները թատրոնի, Աջեմյանի պետ թատրոնի երիտասարդները բոլորն շնորհքով են։ Այնտեղ բոլորի անունը կարող եմ թվարկել, շատ են մեր երիտասարդները, ոչ մի, եթե ապա շնորհ լինի, շնորհ չունենա, տաղանդ չունենա, դե մեր թատրոնի քարտական ղեկավարը ավելի բարձր մասնագետ է, ինքը բնականաբար չի ընդունի թատրոն, այսպես։ Բավարարված եք իմ պատասխանից, շատ շնորհակալ։ Սոֆուլը, Ջեման, բոլորն է տաղանդավոր են, բոլորն է շնորհքով ունեն, Լիլիթն էլ, Արսեն Միքայելյան, Արսեն Սաղաթելյան, էլ որ մեկին ասեմ, երիտասարդներից, Գայանեն, մեր Սակոն, մյուս Սակոն, այսպես կարող եմ թվարկել անունները, հա, բոլորն է շնորհքով են, բոլորն հիմա շատ են զբաղված, որովհետև այսպեսի խոսք կա, չէ, սպորտային վազք կա, էստաֆետ, որ վազում են, փայտը փոխանցում են մյուսին, մյուսն է վազում փոխանցում է մյուսին, այսպես մենք վազել ենք տարիներ առաջ, նա մեր էստաֆետը, մեր մեծերն են վազել, փոխանցել են մեզ, հիմա մենք ենք վազում, փոխանցում ենք երիտասարդներին, որ տարիներ հետո երիտասարդները վազենք փոխանցել իրենցից հետո եկողներին, այդպես է, Բաբետ Խաչիկ։ Ինչ ասեմ։ Իսկ հյուրախաղերի գնացել եք։ Շատ։ Եղել են զավեշտալի պատմություններ ճանապարհին։ Հյուրախաղերի ժամանակ զավեշտալի պատմություններ շատ են եղել։ Այն ժամանակ, երբ Խորեն Ապրանյանն էր, թատրոնը մեկնեց Մոսկվա, Կիշինյով, երկրաշարժից հետո Թիֆլիս, Մոսկվա միջի երկրաշարժն էր, Կիշինյով երկրաշարժից հետո էր։ Հետո Հայաստանի շատ քաղաքներում ուրիշ տեղեր չեն գնացել, դուրս Հայաստանի շատ քաղաքներ են, Երևան։ Հետո այնպես ստացվեց, որ ես 8 տարի 10 տարի առաջ թատերախումբ գնացի, 9 նոր գնու թատերախումբ, եւ այդ թատերախումբով մենք 18 թվականին հյուրախաղերով հանդես եկանք Ստեփանակերտ եւ Շուշի։ Սահմանամերձ քաղաքներ, Պերտ, Իջևան, Արարատ, Գյումրիում շատ միջոցառումներ են կազմակերպվում։ Հիմա ապրիլի 6-ին միջոցառում ունենք կազմակերպված, հրավիրում եմ ձեզ, կարող եք գալ, մասնակցել նվիրված է կանանց միամսյակին, ինչերից շնորհավորում եմ ձեզ միամսյակը։ Նա դեմ հիշեցելու Խաչիկյան, որ պիտի շնորհավորեմ կոնե դիտիկնա։ Մեզ մարդես հա դե ոչինչ։ Զավեշտալի պատմություններ շատ են եղել, ես Մոսկվայում կորել եմ, երբ գնացինք հյուրախաղերի, Տորադոն էի տարել Խորեն Ապրանյանը, թատրոնի մեջ, բավականին հրաշալի ներկայացում, հրաշալի ընդունելություն Մոսկվայում, Արմեն Չիգարխանյանն էլ սինխրոն թարգմանում էր ներկայացումը։ Նաուշնիկներն դրած, ականջակալները դրած, հանդիսատեսը նայում է եւ լսում է Արմեն Չիգարխանյանի թարգմանությունը ռուսերեն։ Մխատ, Մոսկովский художественный театр, այդտեղ ենք խաղալու, ասի ելեմ մի քիչ լսում անգամ։ Ներկայացումը ժամը 7:30 է սկսվում, երեկոյան ժամը 6-ն է։ Ասի ելեմ մի քիչ պտտվեմ, էլ այսպես վեր ու վար արեցի, այսպես իջա, թատրոնի շենքի տեղը գործել եմ։ Ուղիղ մինչև 7:20 տեղի տակել։ Ուղիղ 1 ժամ ու կես մանե մեկ է։ Դե Մոսկվայում էլ ում հարցնում ես, извините, скажите, где театр Мхат? Ой, не знаю, այսպես ու պատահաբար մեր դերասանուհին տեսնում, ասում եմ, Լելա,
Բխած թատրոն ուրա։ Ուրա իջա։ Այսպես ցույց է տալիս, դա 10 մետրի վրա։ Այսպես եկա ուշացած շորս փոխեցի ու Խորեն Ապրանյանի հետ պատմություններ կա։ Ես հիշում եմ Ֆրունզիկ Մգաշյանի պատմությունը, որը զուգ է կնում, բերում է տուն, որն է կաստրոլայի մեջ, ջուրը լցնում է, միացնում է ու սպասում է։ Զանգում է կնոջը Թամարը, ասում է Թամարը, երբ իմանամ, որ ծուգը խաշվել է։ Ասում է Ֆրունզ, երբ աշկերը դուրս կգա խաշվելու ընթացքում, ում ծուգը եփած է։ Ֆրունզը գալիս բացում է, թալում է։ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, նայում է գլուխ չկա։ Գլուխ չկա, ումից է անկլուխ ծուգ է արել, ուղիղ 3 ժամ տրերը եփելու, սպասում էր, որ աշկերը դուրս գա, որ ծուգը։ Այսպես պատմություններ, հիշողություններ շատ կան։ Ուղղակի պիտի հիշես, մտածես, ուղղակի ես ուզում եմ մաղթել, որ ամենակարևորը Հայաստան աշխարհում խաղաղություն լինի, ամբողջ աշխարհում խաղաղություն լինի, եւ մարդիկ, ովքեր որ ապրում են Հայաստանում, կարողանան եւ այցելել կինոթատրոններ, եւ Աջելյանի պետթատրոն, Հայաստանի բոլոր թատրոններում սուրախաղերի եղել են, Սունդեգյանի թատրոն, Բարոնյանի կոմեդիայի թատրոն, Ստանիսլավսկի թատրոն։ Աստված ամեն ինչ լավ լինի, առաջ Աստված ասենք։ Իսկ ում կուզենայիք, որ տեսնեիք մեր հաջորդ հաղորդմանը մեծ։ Կարելի է հրավիրել մեր բավականին ավագ սերունդ համարվի, մեր լավ դերասան Հրաշ Մովսիսյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը, կարող եք իրենց հրավիրել, իրենցից մեկին հետո երթով կարող եք հրավիրել եւ Ֆրունզիկ Ամիրխանյան, եւ Հրաշ Մովսիսյան, եւ Սամվել Խաչատրյան վաստակավոր արտիստ։ Ունենք դերասաններ, կարող եք հրավիրել։ Նրանք մեծ սիրով կգան եւ պատմեն։ Պարոն Խարատյան, եկեք կերպարներով, դերերով ինչ-որ անեկդոտ փորձենք միասին բեմադրել։ Համաձայն եք։ Փորձենք, լավ։ Պատկերացրու ես խմած եմ։ Ու կամ այսպես խմած ու կգնիմ ձեր կամ դեմը գքնի։ Լավ։ Պատկերացրիշ։ Արխաչայի քանարը ծիրանը երես վարասելիս ես քնա։ Ընկեր ջան, էլ տեղ չգտակ, եկաք հենց մեր տան դեմը քնակ։ Քուր ջան, քեզ ով կսեր տունդ բերեր ու դեմը շիներ։ Ընկեր ջան։ Ինչ։ Դուք չափից շատ խմած եք։ Հետո։ Դու չափից շատ հարբած եք։ Հետո։ Ընկեր դուք ալկոհոլիկ եք։ Քուր ջան, դու ես շատ գեշ ես։ Հետո։ Հետո են որ ես եկուց կայղնամ, բայց դու պես գեշել կմնաս։ Պատկերացրեք լավ էր, շատ լավ էր։ Ահա։ Իսկ պարոն Խարատյան, ինչ հարց կտայիք մեր հաջորդ հյուրին։ Հաջորդ հյուրին։ Ինչ հարց տամ։ Ես կուզենամ որ հաջորդ հյուրը պատասխանե այս հարցից։ Ինչ կփոխի ինքը, եթե խնդրենք Աստծուն, ինչ կփոխի ինքը այս կյանքում, Հայաստանում թեկուզ։ Թող այդ հարցին կամ նա, մեկին թող պատասխանի։ Շնորհակալ ենք շատ մեր հրավերը ընդունելու համար, կրկին մեր հետաքրքիր զրույցի համար, բարին ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար, լավն ու բարին թող Աստված պահի ու պահպանի մեր Հայաստան աշխարհը։ Շնորհակալ ենք հաջողության։ Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։ Սիրելի հետևորդներ, չենք մոռանում, բաժանորդագրվում ենք մեր YouTube-յան ալիքին։